Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Օր երկրորդ, վարչապետն ու տիկինը շարունակում են հոգևորականներին ուղղված վիրավորանքներն ու զգուշացումները։ Հայաստանի վարչապետն ու առաջին տիկինը այսօր նորաձև կրթության իրենց մոդելն են ներկայացրել լոռեցիներին։ Ազատության թղթակցին հաջողվել է ներկա գտնվել եւ հարցնել կրթական որ հարթության վրա է տեղավորվում նրանց ֆեյսբուքյան գրառումների բառապաշարը։ Երևանի թաղամասերից մեկում Շան վրաերթի շուրջ 6 ավարտվել է մայթին, որդու հետ քայլող երիտասարդ կնոջ մահով։ 2 տարեկան տղայի կյանքին արդեն վտանգ չի սպառնում։ 2023-ի գարնանից ի վեր վերջին ամիսներին Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվել։ Հիմնականում սնունդն է թանկանում։ ՄԱԿ-ը հայտարարում է Գազայում պատերազմը սկսվելուց ի վեր ամենասարսափելի իրավիճակն է։ Ոսկե մեդալ Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացածքի վարժության եզրափակում Արթուր Դավթյանը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին տիկինը Աննա Հակոբյանը այսօր առավոտյան նորից օրը սկսել են սոցիալական ցանցերում գրառումներով թիրախը կրկին եկեղեցիներ։ Մայրաթոռը շարունակում է լռել, միայն առանձին հոգևորականներ են առայժմ անդրադարձել այս գրառումներին, որոնք էլ փաստացի նոր արիքի պատճառ են դարձել։ Ու մինչ վարչապետի գրառումներն ընթերցողները փորձում են հասկանալ ինչու է Հայաստանի ղեկավարը լծվել եկեղեցականների կուսակրոնության մասին քննարկումներին, հարց է առաջանում արդյոք Փաշինյանի եւ Հակոբյանի հայտարարությունները չպետք է դառնան արդեն իրավապահ համակարգի քննության առարկա։ Վարչապետն ու տիկինը երկրորդ օրն է չեն դադարեցնում հոգևորականներին ուղղված վիրավորանքներն ու զգուշացումները։ Նիկոլ Փաշինյանը առավոտյան էջում տեղադրեց մի սաղմոս, բայց 10 րոպե չանցած շարունակեց զարգացնել հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ իր բացած թեման։ Այս սրբապիղծները փաստորեն մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա։ Փաշինյանի այսօրվա գրառումները հիմնականում ուղղված էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Սրբազանը երեկ Հայաստանի ղեկավարին եւ նրա տիկնոջը հորդորել էր չմտնել մարդկանց, այդ թվում նաեւ կուսակրոն հոգևորականների անձնական կյանք։ Եվ կուսակրոնության մեջ էլ, որ ամենախոցելին է, էլ 21-րդ դարում, ամենախոցելին է։ Այդ պոռոդախոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Կոչեր վերլուծություններ են անում վարչապետի գրառումներն ընթերցողները, փորձում հասկանալ ինչու է Հայաստանի ղեկավարը նոր թափ հաղորդում եկեղեցականների կուսակրոնության մասին քննարկումներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում, հակառակը անցել է հասցեական մեղադրանքների։ Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ առանց կնոջ 1 ամիս ապրելու անհնարինությունը տարածված աշխարհըմբռնում վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսած դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին II կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։ Վարչապետը կարծում է մայրաթոռի կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ։ Հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ երկրի ղեկավարի բացած օրակարգը անընդունելի է համարում իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը։ Եթե ինչ-որ մեկը մեկի հետ քնում է, թեև հայտարարում է, որ ինքը կուսակրոն է, պետության ինչ գործ։ Նիկոլ Փաշինյանի ինչ գործ։ Ինչի Նիկոլ Փաշինյանը այս թեման բերեց առաջին պլան։ Փաշինյանի թիմում մինչդեռ նորմալ են համարում նման քննարկումները։ Ավելին իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ զգուշացնում էր. անուն առ անուն բացահայտելու են բոլոր մեջբերեմ սրբապիղծներին։ Իրավապաշտպանը Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ գրառումներում մտահոգիչ ակնարկներ է տեսնում, որ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ են հավաքվում եւ պահվում։ Դա նաեւ քրեական օրենսգրքով արգելված արարք է։ Պետությունը ոչ մի գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում, բայց եթե պարզվի, որ օրինակի համար ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ այ գիտեք, այս ինչ սրբազան է, այս ինչի հետ քնում է,
ու մի բան էլ Նիկոլ Փաշինյանն բռնել դա հրապարակել է, այդտեղ պետությունը անելիք ունի եւ պետությունը պետք է դատի բոլոր նրանց, ովքեր որ այդ տեղեկությունները հավաքելու, պահելու եւ տարածելու մեջ ներգրաված են։ Վարչապետի տիկինը այսօր իրեն քննադատած լրագրողին պատասխանելիս գրել է. Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգևորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։ Ըստ հավաստի տեղեկությունների, Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում։ Հրապարակախոս պատմաբան Կարպիս Փաշոյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սպառնում են իրենց քննադատներին կոմպրոմատներով։ Փաշոյանը հիշեցնում է նախկին ՔՊԱ-ական падգամավոր Հովիկ Աղազարյանի օրինակը, երբ կոնկրետ քրեական գործով քննիչն առգրավել էր Աղազարյանի հեռախոսը, իսկ հետագայում դրա պարունակությունը, այդ թվում անձնական կյանքին առնչվող մանրամասները հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊԱ-ականների սեղանին։ Շանտաժը, կոմպրոմատը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի քաղաքական փիլիսոփայությունն է, այսինքն իր փիլիսոփայությունն է, ինքը այդպեսին է եղել նաև որպես լրագրող, առաջնորդվել է շանտաժներով, կոմպրոմատներով, փողակորզել, քաղաքական հարցը լուծել, այսպիսի խոսակցությունները բազմաթիվ են եւ ամենևին էլ պետք չի զարմանալ, որ նրա քաղաքական գործունեության, նաև առաջիկա ընտրությունների համատեքստում այդ կոմպրոմատները եւ շանտաժը լինելու են առաջնային պլանում։ Բացի կուսակրոնության հարցից վարչապետը կարծում է եւս մի հարց մեկընդմիշտ պետք է լուծել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրեց, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Իսկ թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Դանիել Յոհաննիսյանը առաջարկում է եկեղեցուն հանգիստ թողնել։ Դա եկեղեցու գործն է։ Մենք այդտեղ անելիք չունենք։ Պետությունը այդտեղ անելիք չունի։ Հայաստանի սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Սա հենց ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կարևորում տարիներ առաջ, երբ նրան հարցնում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նոր Հայաստան, Նոր Հայրապետ նախաձեռնության մասին։ Իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ, եւ սա իմ եւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական դիրքորոշումն է, այսինքն եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ այդ անջատությունը պետք է հստակ պահպանել։ Վարչապետի եկեղեցու գործերին միջամտելու փորձերը պատմաբանի կարծիքով հաջողություն չեն ունենա եւ կհանդիպեն կոշտ դիմադրության։ Ես կարծում եմ ինքը այդ ճանապարհով չի գնա հարցը լուծելու կարող են եւ դիմել շանտաժին, դիմել էլի կոմպրոմատներին եւ կաթողիկոսին օրինակ Արեգին երկրորդին ինչ որ նեղ վիճակի մեջ գցեն կամ որևէ սրբազանի, բայց իրավական, պսևդո իրավական ճանապարհ նույնիսկ չկա, բացակայում է այստեղ արիված կամուրջներ են, այդ հարցը այդպես չի կարող լուծվել իրավական ճանապարհով, ինչ սահմանադրությանն ուզում են հղում անեն, ինչ փոփոխություններ անեն։ Մայրաթորից մինչ այս պահը պաշտոնապես չեն արձագանքել վարչապետին ու տիկնոջը։ Facebook-յան ակտիվ գրառումներին զուգահեռ Հայաստանի վարչապետն ու առաջին տիկինը այսօր նորաձև կրթության մոդելը հասցրել են առաջարկել լոռեցիներին։ Կրթվելը նորաձև է, արշավը անցնում է փակ դռների ետևում, մասնակիցները նախապես գրանցվում են, կրթվելու օրն էլ նրանց մոտից հեռախոսները հավաքվում են։ Լորին բացառություն չէր եւ իմ գործընկեր Կարինե Սիմոնյանը անցել է այս ճանապարհը եւ ոչ միայն բացառիկ հնարավորություն ստացել մասնակցել նորաձև կրթական այս հանդիպմանը, այլ նաեւ հարց ուղղել Աննա Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Ազատության թղթակիցը նաեւ փորձել է հասկանալ նորաձև կրթության որ հարթության վրա է տեղավորվում վարչապետի եւ առաջին տիկնոջ Facebook-յան գրառումների բառապաշարը։ Վանաձորում ավարտվեց կրթությունը նորաձև է շարժման հերթական հանդիպումներից մեկը, տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, ասեմ, որ դահլիճը լեբլեցուն էր։ Ես նախապես գրանցվել էի, հայտ էի ներկայացրել եւ հայտս հաստատվել էր եւ ես հնարավորություն ունեցա այստեղ մասնակցելու այս հանդիպմանը, բայց ասեմ, որ նախապես բոլոր նկարահանող սարքերը եւ նաեւ հեռախոսները հավաքել էին եւ ես հնարավորություն չունեցա որևէ տեսագրություն անել ներսում։ Հիմնական մասը հենց դպրոցների աշխատակիցներ էին մասնակցելու եք։ Դուք հրավեր եք ստացել, թե ինքներդ եք։ Կարելի է ձեր հարցերին չպատասխանեմ։ Հարցրեք մասնակցելու ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Որ ոլորտից եք աշխատում եք, որտեղ եք աշխատում, կարող եմ։ Խնդրանքս
ուրիշին հարցական արել։ Դուք հրավեր եք ստացել, թե ուղղակի ինքներդ եք ուզում մասնակցել։ Դպրոցից եք, ինչ եք, որտեղից եք։ Վանաձորի ուսուցիչ եք։ Այո։ Ինչպես եք հրավերը ստացել։ Ինչպես եք որոշել մասնակցել, ինչն է հետաքրքիր ձեր լսել։ Ուղղակի լսել են, դիմել են, հիշել են, ինձ հետաքրքրել են։ Նախկինում երբևէ մասնակցել եք արշավին։ Այո։ Այսինքն նոր բան եք ուզում լսել, թե նորից եք ուզում լսել։ Նորից եմ ուզում լսել։ Լրագրող եմ Ազատություն ռադիոկայանից, ուզում եմ իմանամ հրավեր եք ստացել, թե ինքներդ եք որոշել, որ մասնակցեք։ Որտեղից եք։ Հենց սկզբից ելույթ ունեցավ Աննա Հակոբյանը, նա այսօր եկել էր մի շապիկով, որի վրա գրված էր սեր, պատմեց իրենց ձեռքբերումների մասին, որ արդեն մոտ 7000 մարդ պատրաստակամություն է հայտնել, հայտ է ներկայացրել անդամակցելու իրենց շարժմանը ու նաև 6600-ից ավելի մարդիկ արդեն մասնակցել են տարբեր համայնքներում իրենց այս նմանատիպ այս ֆորմատով հանդիպումներին։ Աննա Հակոբյանը ատելության մասին ընդհանուր կոնտեքստով էր խոսում, ասում էր, որ այդ ատելությունը, ժլատությունը, ագահությունը եւ զազրախոսությունը այն ինչ որ ըստ իրեն կա այսօր մեր հանրության շրջանում, դա դեռ 5-րդ դարից է, նա պատմական ակնարկներ արեց Մովսես Խորենացի, Հովհաննես Թումանյան, հետո արդեն Հրանտ Մաթևոսյանից մեջբերումներ անելով նշում էր, որ պետք է ընդհանրապես կրթության կոնտեքստում դնել մեծերի այս ասացները, այն բացասական երևույթները, որոնք առկա են մեր հանրության շրջանում, առերեսվել դրանց հետ եւ փորձել փոխել ինչ-որ բան այդ իմաստով, սակայն քանի որ չենք առերեսվել, միշտ հպարտացել ենք մեր ունեցածով, միայն հպարտության կոնտեքստով ենք դիտարկել ամեն ինչ, հետեւաբար նաեւ որևէ փորձ չի եղել այդ ամենը փոխելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր եւս մեկ անգամ արեց իր նախորդ օրերին արված շեշտադրումները, որ պետք է կաթողիկոսի ընտրություններին մասնակցի նաեւ պետությունը, նա չնշեց ի վերջո դա նշանակում է, որ սահմանադրության մեջ պիտի փոփոխություն արվի, թե ոչ, բայց ամեն դեպքում նշում էր, որ դա մեծ կարևորություն է, որ կաթողիկոսի ընտրությանը մասնակցի նաեւ պետությունը, թե ինչ ֆորմատով այդ մասին խոսք չեղավ։ Չնայած ընդմիջման ժամին իմ առաջարկը չընդունեցին եւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հարցազրույց տալու 3 արված, այսպես ասած, աղմկահարույց գրառումների մասով, բայց ես հնարավորություն ունեցա հարց հնչեցնել, մասնավորապես նշելով, որ մարդկանց կարծիքը շատ բուռն էր եւ հիմնականում մարդիկ կամ չէին հավատում, որ այդ գրառումը ինքն է արել կամ ասում էին, որ դոկ անմականով հայտնի գործիչը ուղղակի պլաստիկ վիրահատություն է արել կամ որ համարում էին սա անպարկեշտ խուլիգանական ձևակերպում։ Հարց հնչեցի, արդյոք հայհոյանքով հայհոյանքին պատասխանելը ճիշտ է, նաև հարց բարձրացրի, թե արդյոք դա հենց Գուգարաց թեմի առաջնորդին էր վերաբերում կոնկրետ երեկվա գրառումը։ Նա ըստ էության չպատասխանեց, բայց ասաց, որ կտեսնեք, հասնելու ենք նրան, որ փիլոնազրկվեն այն հոգևորականները, որոնք կուսակրոնության կարգը խախտել են։ Իրենց վիրավորանքներ պարունակող գրառումների մասին նշեցին, որ վերջին 7 տարիներին հանդուրժել են իրենց ընտանիքի հասցեին, նույնիսկ իրենց մանկահասակ երեխաների հասցեին արված հայհոյանքներ եւ այն հարցին, թե արդյոք այդ հայոախառն ստատուսները, գրառումները համադրելի են իրենց կրթարշավին, վարչապետը պատասխանեց, որ այո, համադրելի չեն, դրա համար հենց այստեղ, այսինքն ձեզ կրթելիս, այստեղ այս դահլիճում մենք չենք հնչեցնում այդ հայհոյանքները, իսկ տիկին Աննա Հակոբյանը ավելացրեց, որ սա կրթելու ձև է, այսինքն այդ գրառումներով փորձում են կրթել եւ իր բառերով ասած ներքևում գտնվող մարդկանց վերև բարձրացնել հենց այդ ձևով։ Փորձում են այս տարբերակը, չասացին, թե ինչ հաջողություններ են ունեցել ի վերջո այդ հարցում, բայց նշում էին, որ ամեն ինչ փորձել են դրա դեմ առնելու, բայց սա եւս մեկ փորձ է։ Հիմա փորձում են այս տարբերակով, այսինքն հայհոյանքին հայհոյանքով պատասխանելու տարբերակով այդ մարդկանց փոխել։ Ներեցեք, կարելի է մի հատ հարց։ Դենա միշտ տպավորությունով էլի։ Ձեր հարցից լավ։
Իսկ իշխանական զույգին որևէ կերպ դեռ չարձագանքած ամենայն հայոց կաթողիկոսը այս օրերին Շվեյցարիայում մասնակցում էր կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովին։ Իր ելույթում Գարեգին II խոսել է Բաքվում հայ գերիների դեմ իրականացվող շինծու դատավարությունից, նաեւ ընդգծել, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ է Ադրբեջանը իրականացրել ոճրագործություն, բռնազավթել եւ ամբողջապես հայաթափել Արցախը։ Գարեգին II շեշտել է, որ բացի այդ Ադրբեջանը գրավել է նաև Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, իսկ հիմա էլ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Այլ թեմաների անդրադառնանք։ Որ փուլ հասան սահմանադրական բարեփոխումները եւ արդյոք մայր օրենքի տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, ինչպես խոստացել էր Արդարադատության նախարարը։ Հարցերն առաջանում են այն պարզ պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 9-րդ ամիսն է սպասում է, թե երբ նախարարությունը նիստ կհրավիրի։ Հանձնաժողովի անդամները անգամ տեղյակ չեն, ով է գրում այդ տեքստը հիմա։ Քաղաքասարակությունը, որ դուրս է մնացել սահմանադրության մշակման գործից, պնդում է սկզբունքային է բացառել Ադրբեջանի միջամտությունը այս գործին։ Մինչ Արդարադատության նախարարը հայտարարում է, թե նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, վստահեցնելով, որ նախարարության մասնագետներն այժմ աշխատում են դրա վրա, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 9-րդ ամիսն է սպասում է, որ նախարարությունը նիստ հրավիրի։ Պաշտոնյաներից, կուսակցական գործիչներից, քաղաքասարակության անդամներից բաղկացած խորհուրդը վերջին անգամ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի օրոք է նիստ անցկացրել 2024-ի սեպտեմբերին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն օրերս հայտարարել էր, որ ծրագրում է բարեփոխումների խորհրդին նիստ հրավիրել, չհստակեցնելով, թե երբ եւ ինչ օրակարգով։ Տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստելիս։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է Արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ շուրջ 2 տարի աշխատել էր բարեփոխումների խորհրդում, տեղյակ չէ, թե ով է հիմա գրում սահմանադրությունը։ Կարող է մի ամսում էլ պատրաստեն, բայց process-ը մասնակցային չէ։ Այսինքն այն ինչ որ մենք իրականացնում էինք, նկատի ունեմ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հետո սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որ հենց մասնագետներն են եւ որոնք աշխատում էին ներկայացնում էին տեքստեր, այդ մեխանիզմը չկա։ Դրա համար հիմա դե ֆակտո չի աշխատում խորհուրդը։ Սպասենք, թե ինչ տեքստ են ներկայացում եւ ովքեր են տեքստի հեղինակներն ամենից կարևորը։ Հանձնաժողովի մեկ այլ անդամ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոնիսյանը մտադիր է ինքը նիստ պահանջել, ապահովելու գործընթացի թափանցիկությունը, երբ դեռ խորհուրդն էր աշխատում սահմանադրության տեքստի վրա, ոչ թե նախարարությունը, նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում։ Ակնհայտորեն խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ընթացքով չի այժմ ընթանում սահմանադրական ռեֆորմը, բայց ամեն դեպքում խորհուրդը ունի ինչ-որ լծակներ, բայց այդ լծակները ես չի ասի, որ շատ ուժեղ են։ Իոնիսյանը կարծում է իշխանությունները շտապում են նոր սահմանադրության նախագիծ ունենալ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Որպեսզի այդ նախագծի դեմ ձևավորվի կոնսերվատիվ ուժերի ընդդիմություն, իսկ կոնսերվատիվ ուժերը հիմնականում դա նախորդ իշխանությունների հետ կապված ուժերն են, որոնց ԿՊ-ն շատ հեշտությամբ է ընտրություններում հաղթում։ Սահմանադրական բարեփոխումների process-ից մեր ակնկալիքները այլ են, որի վերջո Հայաստանում լինի սահմանադրություն, որը ընդունված է ժողովրդի կողմից, որպեսզի այդ սահմանադրությունում իշխանությունների տարանջատումը լինի պատշաճ մակարդակի։ Անցած տարի իշխանությունը տապալեց խորհրդի անդամների առաջարկը վերացնել ազգային ժողովում կայուն մեծամասնություն ապահովող սահմանադրական դրույթը։ Հաջորդ տարվա ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ուժը կօգտվի այդ առավելությունից։ Քաղաքացիական պայմանագիրն ինքը քննադատել էր այս դրույթը, այն անվանելով սուպերվարչապետական։ Խորհրդարանական ընդդիմությունը, Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները ի սկզբանե բոյկոտել են խորհրդի աշխատանքը։ Այժմ կազմում ընդգրկված են արտախորհրդարանական 2 Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունները։
Այն, որ նոր սահմանադրությունում իր կարծիքով չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, որտեղ կա հիշատակում Լեռնային Ղարաբաղի մասին, վարչապետն արդեն հայտարարել է, միաժամանակ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Անկախության հռչակագրի տեքստը նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Նոր սահմանադրություն ընդունելու հարցը մեզ համար օրակարգում է եղել հեղափոխությունից անմիջապես հետո։ Արթուր Սաքունցն ասում է, սկզբունքային է բացառել Ադրբեջանի միջամտությունն այս գործին։ Արդեն կա սահմանադրական դատարանի որոշում, որը փաստում է, որ անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չի պարունակում, հետևաբար այս թեման պետք է փակվի։ Սահմանադրական ամփոփող հոդված ինքնիշխանության սկզբունքից ակնհայտ նահանջի վկայություն կլինի։ When Constitutional Court would decide that peace agreement isn't compliant with our constitution. Արդեն այս շաբաթ էլ վարչապետը հայտարարեց, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, եթե սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագիրը ճանաչի հակասահմանադրական։ This peace process and peace agreement must not be missed. Սարսափելի մի դեպք է տեղի ունեցել երեկոյան մայրաքաղաքում։ Հաղթանակ թաղամասում շան վրա երթի հետ կապված վեճը վերածվել է ծեծկրտուքի։ Հետո միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար ու վրա երթի ենթարկել մայթին կանգնած մորն ու 2-ամյա որդուն։ Մայրը մահացել է, երեխան հիվանդանոցում է։ Երթևեկության ահասարսուր վիճակի մասին տարիներ շարունակ վկայում է վիճակագրությունը։ Սակայն ամեն անգամ զարհուրելի այս պատմությունները ավարտվում են քննարկումներով, քրեական գործերով ու նորից անտեսվում է թերևս ամենակարևոր հարցը։ Ինչ լուծում պետք է գտնվի ագրեսիվ այս մթնոլորտը հանդարտեցնելու համար։ Սպիտակ ու կարմիր մեխակներ մոմեր վրաերթի վայրում։ Ի հիշատակ Երևանի հաղթանակ թաղամասի տներից մեկի մայթին այլոց ծանր ու վայրենի վեճի հետևանքով կյանքը կորցրած 42-ամյա Անի Խաչատրյանի։ Ես եկել եմ արդեն շտապ օգնությունը տարել է։ Ես տեղյակ չեմ, ասենք ես ականատես չեմ եղել, չգիտեմ։ Երևի զբոսնում էր, երևի խանութ էր գնացել, երեխայից զբոսնելով գնում էր։ Մայրն ու 2 տարեկան տղան ըստ ականատեսների խանութից են դուրս եկել, զբոսնում էին մայթին, երբ թաղամասի մեկ այլ հատվածում շան վրաերթի հետ կապված վեճը վերածվել է ծեծկրտուքի, միջադեպի մասնակիցները նստել են ավտոմեքենաներն ու ընկել մեկը մյուսի հետևից։ Այնքան արագ են վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը հասնելով 28 համարի տան մոտ մայթին վրաերթի է ենթարկել մորն ու որդուն։ Մայրը հիվանդանոցի ճանապարհին է մահացել։ Փոքրիկ Դանիելը հիվանդանոցում է, նրա կյանքին արդեն վտանգ չի սպառնում։ Ծանոթացել ենք, երեխուն ստեղ միշտ հաճախ բերում էր մաներ տալիս, ասի կարելի է ձեր փոքրիկին սիրեմ, ասեց հա, գրկեցի, սիրեցի երեխուն, բայց դա եղել է մի ամիս առաջ։ Այդպես գիտեի, որ Անի է, երեխու անունը Դանի է։ Այդպես երեխուն որ տեսնում ես, սիրում է, այդքան բան։ Առանձնապես իրանք ուրիշ փողոց են ապրել, մենք ուրիշ հետևի փողոց։ Հա, հետևի փողոցը դա չանք է ճանաչել։ Չէ, 4 երեխաներ ունի։ 4 անչափահաս, որը 2 երեխաների վերջի զանգն է եղել, մեկը 9 ավարտը, մեկը 12-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 9-ի կողմերը։ Ազատության այցելության պահին դեպքի վայրում դեռ կային ջարդված ապակու կտորներ, արյան հետքը դեռ թարմ էր։ Ոսկե Ալեքսանյանը ծանոթ էր Անիին, որի տունը կողքի փողոցում է։ Հաճախ էր տեսնում մորն ու տղային զբոսնելիս։ Կինն ասում է, մեքենաներն այնքան արագ են սլացել, որ հարվածել են տան դարպասին։ Այնտեղ են ցանկապատնա պոկել, եկել է խփել այս սալիկն է պոկել ու եկել դարպասին է խփել։ Դիմացի մայթին Արմ սուպերմարկետն է եւ Կիլիկիա ռեստորանը։ Ոչ մի աշխատող չցանկացավ խոսել երեկվա դաժան դեպքից, պնդեցին, թե տեղյակ չեն։ Ոչ մի բան ասես, ես ստեղ չեմ եղել, ես լեև եմ եղել, չեմ տեսել, ոչ մի բան։ Հետո ինչ պատմեցին, ինչ ա եղել։ Պատմեցին տուն եմ գնացել, էլ չեմ մամա։ Դուք չգիտեք ինչ ա եղել։ Չէ, ասես, ես լեև եմ աշխատում։ Սուպերմարկետում եւս խուսափում էին տեսախցիկի առաջ խոսել։ Ասացին միայն, որ կինը խանութից հյութ էր գնել, իրենց հաճախորդներ։ Հա, երեխու համար սոկ էր վերցրել։ Դժբախտ է կա պատահել, հասկանում ենք, ցավում ենք մենք, ահա որ ցավում ենք, որովհետև մեզ հաճախորդ է եղել, բայց
Դեռ եթե այն կողմի վրա է, աստեղ էլ ավտոներ են կանգնած հասկանում եք, մենք չէին կարող տեսնել։ Ինչ են տեսել ստեղից ժողովուրդը։ Դե ինչու մյուսներն են տեսել արդեն։ Միայն մի անցորդ կին բողոքեց մայթերի պակասից, վարորդների անպատասխանատու վարքից։ Ոչ մի անցնելու տեղ չկա, նոր հենց նոր եմ լսել, այս խանութի աշխատողները ինձ ասեցին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինչպես վրաերթի, այնպես էլ շանը վրաերթի ենթարկելու պատճառով սկսված ծեծկրտուքի դրվագներով։ Ձերբակալվածներ դեռ չկան, երկու ավտոմեքենաների վարորդները հետախուզվում են։ Եթե խորհրդարանում լինում են ծեծկրտուքներ, վրաքշոցներ, տարբեր տիպի ձեռնամարտեր, ապա դրանք արտացոլվում են նաև հասարակության ներսում կենցաղային մակարդակում, եւ մենք ունենում ենք նմանատիպ պատկեր։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը վտանգավոր է համարում հասարակության շրջանում հագնացող վարքագիծը, հարցերը լուծել ոչ թե իրավական ու քաղաքակիրթ ճանապարհով, այլ վայրենիների նման ոտքերով, ձեռքերով հարձակվել իրար վրա, խոսելու, իրար հասկանալու փոխարեն։ Վնաս հասցնելու կամ վրեժխնդիր լինելու ամբողջական պատկերացումը դա վայրակ հասարակությունների խնդիր է եւ դա գալիս է թե կրթվածության, թե կոմունիկացիոն հմտությունների, թե հասարակության մեջ արկա արժեհամակարգային խեղումների վերաբերյալ է խոսում եւ ցավոք սրտի մեր հասարակության մեջ տարեց տարի արժեհամակարգային խեղումները այնքան են արմատավորվում եւ խորանում, որ մենք հասնում ենք նույնիսկ կենցաղային իրավիճակում կոնֆլիկտների հաղթահարման անկարողության աստիճանի։ Հայաստանում հանցավորության աճ է նկատվել։ Ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր ներքին գործերի արդեն նախկին նախարարը։ Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58%, ծանր հանցագործություններինը ավելի քան 13%։ Սա ըստ Պաշտոնյայի պայմանավորված է նաև խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով։ Կյանքը Հայաստանում ամեն օր թանկանում է, ուսա ոչ միայն փաստում են խանութներից եւ տարբեր ծառայություններից օգտվող մարդիկ, այլ նաեւ թվերով պատկերել են վիճակագրությունն ու միջազգային հեղինակավոր կազմակերպություններ։ 2023-ի գարնանից ի վեր վերջին ամիսներին Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվել։ Իդեպ ամենաշատ թանկացած ապրանքը կարտոֆիլն է։ Սննդամթերքի ավելի քան 5%-անոց թանկացում ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ 2023-ի գարնանից ի վեր վերջին ամիսներին Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվում։ Փաստը չի վրիպում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, օրինակ Համաշխարհային բանկի ուշադրությունից։ Ամենաշատ թանկացած ապրանքը կարտոֆիլն է, խանութներում 1 կիլոգրամի գինը հասնում ու նույնիսկ անցնում է 400 դրամը։ 2024-ի ապրիլի համեմատ անցած ամիս կարտոֆիլը վաճառվում էր շուրջ 50%-ով ավելի բարձր գնով։ Թանկացած ապրանքների շարքում հաջորդը ձուկն է։ Անցած տարվա ապրիլի համեմատ գինն աճել է շուրջ 22%-ով։ Ցանկը շարունակելի է, սուրճը թանկացել է ավելի քան 17%-ով, ձետն ու կարագն ավելի քան 10%, շոկոլադը շուրջ 14%-ով։ Թանկացել են նաև մրգերը։ 2 տարվա դադարից հետո թանկացումների նոր ալիքն արդեն հարվածել է քաղաքացիների դրամապանակներին։ Ամեն ինչն է դժվար է հիմա։ Այս պահին դժվար է ամեն ինչը։ Բոլորը թանկ է։ Ժողովրդի աշխատավարձը այդքան բարձր չի, եղածը թանկ է։ Հիմնականում սնունդն է թանկանում, հիմնականում։ Տենց ապրանք առանձնացնել աբսուրդ է, որ առանձնացնես, բոլորն էլ թանկացնում են։ Թանկացումներին զուգահեռ տարվա առաջին ամիսներին դանդաղել է Հայաստանի տնտեսության աճը, պասիվացել արտաքին առևտուրը։ Գործազրկության վիճակագրությունն էլ չնայած այն կրճատելու կառավարության խոստմանը վատթարանում է։ Ըստ Համաշխարհային բանկի 2024 թվականին գործազրկության մակարդակը 13.9% է կազմել, 2023-ի 12.4-ի դիմաց։ Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին զեկույցի այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը մոտ 5.3 միլիարդ դոլարի է հասել։ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 5.2%-ով։ Մեկ շնչին ընկնող հնան հունվար-մարտ ամիսներին մոտ 690,000 դրամ է կազմել կամ շուրջ 1800 դոլար։ Հեղինակավոր մեկ այլ կառույցի արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով մեկ շնչին ընկնող հնայով Հայաստանն այս տարի կզիջի Վրաստանին, բայց կգերազանցի Ադրբեջանին։ Սակայն գնողունակության համարժեքությամբ իրականացված հաշվարկով, այսինքն նաև գները հաշվի առնելով, Հայաստանը կզիջի երկու հարևաններին էլ։ Լավ է, նորմալ է։ Պետությունա, բա ինչ ես ուզում, թանկանայել, կեժանանայել։ Թանկացումները սակայն ոչ բոլորին են մտահոգում։ Ձեթը թանկացել է, հոգ չէ, ասում է այս տղամարդը։ Ձուն գցում ես ձեթի մեջ, չէ՞, մի գցի ձեթի մեջ, մի քիչ ջուրը տակացել, հա, մի քիչ։ Մի գտալ աղ եւ մի գտալ, նու չայի գտալ կամ ճաշի քացախ։
ու էդիկ մի հատ ջարդի գցի մեջ է։ Տես ինչ ալնում։ Միջազգային լրահոսից Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկրի համար միջուկային զենքը անընդունելի է, վերստին պնդելով, որ Թեհրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ քաղաքացիական բնույթ է կրում։ Արևմտյան կառավարությունները վերջին տարիներին պարբերաբար կասկածներ են հայտնում, որ Իրանը ձգտում է զարգացնել միջուկային զենքի կարողությունները իր ոխերիմ թշնամու Իսրայելի զինանոցին հակազդելու համար։ Արաղչիի հայտարարությանը նախորդել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ հույս էր հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շուտով համաձայնության կհասնեն։ ՄԱԿ-ը հայտարարում է, որ Գազայում իրավիճակը պատերազմը սկսելուց ի վեր 19 ամիս անց ամենասարսափելին է։ Չնայած մարդասիրական օգնության սահմանափակ մատակարարումների վերսկսմանը, աճող միջազգային ճնշման տակ Իսրայելը 12 օր առաջ մասամբ դադարեցրեց Գազայի 11 շաբաթ տևած շրջափակումը, թույլ տալով ՄԱԿ-ի կողմից առաջնորդվող սահմանափակ գործողությունների վերսկսումը։ ՄԱԿ-ը եւ միջազգային մարդասիրական կազմակերպությունները հրաժարվել են համագործակցել սննդի մատակարարման մասնավոր կազմակերպության հետ, պատճառաբանելով, որ այն քաղաքականապես չեզոք չէ եւ ունի բաշխման մի մոդել, որը ստիպում է պաղեստինցիներին տեղահանվել։ Ռուս-ուկրաինական պատերազմում նորից հարձակումներ զոհեր Ուկրաինան գիշերը ենթարկվել է 109 ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ 5 հրթիռի հարձակման։ Ռուսական ուժերի օդային հարձակումների հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում 9-ամյա երեխա։ 16-ամյա մի պատանի էլ վնասվածքներ է ստացել։ Երկրի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հարվածների հետևանքով շրջանում կան ավերածություններ, վնասվել են մեքենաներ, Մոսկվան չի մեկնաբանել այս հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է Սումիի մարզի, Վոլոդագի, Դոնեցկի մարզի Նովոպոլ գյուղերի գրավման մասին։ Վերադառնանք Հայաստան։ Խավարը միշտ չէ, որ վերջ է նշանակում։ Վանաձորցի Տիգրանի կարգախոսն է սա, որ տեսողությունը կորցրած երիտասարդին ուժ տվեց շարժվել առաջ, հաղթահարել սեփական ցավը եւ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ապրելու ուժը կորցնելու ճանապարհին են։ Վանաձորցի Տիգրան Գևորգյանը 10 տարի առաջ սովորական 17-ամյա մի պատանի էր, ծրագրավորող դառնալու երազանքներով ու ապագայի պլաններով։ Մինչև այն դժբախտ օրը, երբ ջահելական վիճաբանությունը դասընկերոջը պաշտպանելը նրան գրեթե մահվան դուռը հասցրին։ Մի պատմություն, որ մոռանալ է ուզում։ Ինչպես է դանակահարվելուց հետո սիրտը 15 րոպե կանգ առել։ Ինչպես են բժիշկները հրաշք անվանել Տիգրանի ողջ մնալը, բայց այդ հրաշքն ունի իր գինը։ Աչքերի լույսը։ 17 տարեկան դպրոցական ինֆոն գնացել եմ, տեսել եմ մի քանի հոգի ընկերություն ծածում են, վազենա որ ազատեմ, ես ինչ եք անում դասի ժամանակ։ Ու այն որ ասում եմ, որ մեղավոր չի, ինքնադուժում։ Տիգրանը հավատում է հրաշքներին ոչ միայն այն պատճառով, որ ողջ է մնացել, 5 տարվա խավարից հետո հասկացել է, խավարը միշտ չէ, որ վերջ է նշանակում։ 5 տարի ինձ պետք եղավ, որ ես հասկանամ, որ պետքա չմնամ նույն տեղում։ Ես հասկացա, որ պետքա ինտեգրվեմ, ես իրավունք ունեմ լրիվ, անեմ այն, ինչը որ իրավունք ունի անել բոլոր մարդիկ։ Սովորեմ, աշխատեմ ընտանիք կազմեմ եւ այլն եւ այլն։ Ծրագրավորման փոխարեն հոգեբանությունն է ընտրել, որովհետև ծանոթ էր ցավին, որ ուրիշներն էլ են ապրում։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի համալսարանի բուժական ֆիզկուլտուրայի բաժինը, զուգահեռ նաև Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության բաժինը։ Այժմ մագիստրատուրայի ուսանող է, մասնագիտանում է մարմնակողմնորոշիչ թերապիայում եւ Լոռու մարզի Վահագնի գյուղի Քո կողքին կրթական վերականգնողական նորաբաց կենտրոնում աշխատում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Ճիշտ որոշումն ես մեկն է եղել, որ ընտրել եմ այդ բաժինը, որ թեթևություն ասեմ, հանգստություն ասեմ, ոգևորված շատ, որ պետք է սովորեմ, պետք է ասեմ արդեն մասնագիտություն ունենամ։ Ես չեմ տեսնում, այսինքն մոտ կա այս խնդիրը, բայց ես ներսի, ասենց ասեմ, ներսի աշխով եմ տանում շատ բան։ Իմ զգայականը այնքան է բարձրացվել, որ ես դեմասին կարողանում զգամ իր էմոցիաները, իր ապրումները, իր ամեն ինչը։ Իր առաջին այցելուն ապրելու ցանկություն չուներ։ Տիգրանի պատմությունը տեսողական խնդիրների 15 րոպե կանգ առած սրտի ու վերակենդանացման մասին առաջին պահերից փոխեց ամեն ինչ։ 2-3 հանդիպումն արդեն բավարար էր, որ մարդը գտներ հավատը սեփական ուժերի նկատմամբ։
պատմում է Տիգրանը։ Ինչ-որ մեկը կա, որ ոտքի խնդիր ունի, ինքը մտածում է, որ կյանքը ավարտվել է իր մոտ, բայց տնալով ինձ ինքը ոնց որ վերագտնում է իր մեջ այդ ուժը։ Որ չէ, եթե դրանք Տիգրանես չտնալով հանդրս կարողանամ անել այդ բանը, ես տենում եմ, ես խիչ անեմ։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ առողջ են, իրանք էլ տենալով ինձ մոտ էլ մոտիվացիա առաջանում։ Տիգրանի ամենամեծ հաղթանակը տեսողության կորուստը հաղթահարելու մասին չէ, այլ միջավայրի վերաբերմունքի փոփոխության մասին։ Ամենակարևորը, որ կարողացել է հաղթահարել, այն է, որ որևէ մեկն իրեն խղճահարությամբ չի վերաբերվում։ Ասենք, որ դու դիմացին է խղճում, ես ինքը կարելի ասել, եթե անդադար իրեն խղճան, ինքը այդ վիճակը միշտ այդ վիճակի մեջ կմտնի, որ ինքը խղճալի է, ինքը չի կարող ոչ մի բան անել, բայց միշտ պետք է այն մարդը, որ ունի խնդիր, անասել, որ դու կարաս անես դա։ Դու ի վիճակի ես անել, դու պետք է անես։ Ինձ օգնել են ընտանիքի ընկերները, բայց ինձ ավելի շատ ես եմ օգնել։ Ես կարողացա իմ հետ անեմ այնպիսի աշխատանք, որ Տիգրան, լավ դու ունես խնդիր, հասկացանք։ Բայց դա քեզ իրավունք չի տալի, որ դու խոսքի չգտնես, որ մի բանից քեզ զերծ պայես։ Պետք է անես, պետք է կազմակերպես, պետք է չգիտեմ քո այն ներուժը որ ունես, պետք է ներդնես ամեն ինչի մեջ։ Ես էլ իմ ինքական շրջապատում այնպեսին եմ, որ պետք է միշտ կազմակերպեմ, անեմ, չգիտեմ, մի էության մի տեսակով ես այդպեսին եմ։ Երբևէ հնարավոր է աչքերի լույսը վերականգնվի։ Շփտում ու ասում է, որ եթե այսքան հրաշքներ եղել են իր կյանքում, ապա ինչու ոչ։ Իմ մոտ եղել է լրիվ մութ, բայց հիմա ես ասենք գույները, ստվերները, լուսավորությունը տարբերում եմ։ Ասենք ամեն վարքյան կար այդ հրաշքերին ու ես տեսնում։ Բայց անգամ հիմա 27-ամյա երիտասարդն ասում է, գտել է այն լույսը, որն անհրաժեշտ է ինչպես իրեն ապրելու, այնպես էլ ուրիշներին փոխանցելու համար։ Եվ թողարկումն ավարտենք մի հրաշալի լուրով։ Օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել գերմանական Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացածքի վարժության եզրափակում։ 32-ամյա մարմնամարզիկը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել, հաջողություն։